Հայաստանի կենտրոնական բանկը կրկին այս տարի արդեն 3-րդ անգամ անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն ներկայումս 6.75% է։ Կենտրոնական բանկի կողմից նման վարքագիծը պայմանավորված է մի շարք ռիսկերով եւ անորոշություններով, թե արտաքին, թե ներքին, մասնավորապես գնաճի նոր ձևավորված ալիքի հետ կապված, բայց ընդհանուր առմամբ ինչով է պայմանավորված կենտրոնական բանկի այս վարքագիծը եւ ինչ սպասել հետագայում։ Այն, որ մեր երկրում այս տարվա հունվարից գնաճային նոր դրսևորումներ կան, շատ ավելի պարզ նոր թանկացումների ներքո ենք, դա ակնհայտ է, դրա մասին խոսել ենք եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը հիմնական գործիքակազմն է պայքարելու գնաճի դեմ։ Որպեսզի ավելի պարզ լինի, պարզապես հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կենտրոնական բանկի կողմից բարձրացվում է ամեն անգամ, երբ կա գնաճի դեմ պայքար, այսինքն գնաճը զսպելու անհրաժեշտություն եւ այդ գործիքակազմը հակառակ գործընթացի ներքո, այսինքն այն նվազեցվում է, եթե հաղթահարված է գնաճը կամ հակառակը, եթե օրինակ գնաճի թիրախային ցուցանիշից գնաճի ցուցանիշը շատ ավելի ցածր է եւ դեպի վեր ճշգրտելու անհրաժեշտություն կա։ Միասին դիտարկենք վերաֆինանսավորման տոկոսադրույքի դինամիկան վերջին ժամանակաշրջանում եւ այս օրով հստակ երևում է, կհիշեք 2024 թվականին մենք ունեինք գնաճի հետ կապված թիրախից բավական ցածր ցուցանիշ, ժամանակաշրջաններ կար, երբ պարողական գների ինդեքսը նույնիսկ բացասական էր, ինչով պայմանավորված կենտրոնական բանկը թեկուզ զգուշավոր, բայց իջեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ սա համընկնում է կորի այս հատվածի հետ։ Այսօր արդեն գնաճի հետ կապված անորոշությունները մեծացել են, մենք գտնվում ենք նոր թանկացումների ալիքի ներքո, ինչով պայմանավորված կենտրոնական բանկը պարզապես չի շտապում շարունակել նվազեցնել, այսինքն իր քաղաքականությունը որոշակիորեն կանգնեցրել է, այդ գուցե հասկանալու համար հետագայում ինչ զարգացումներ կլինեն։ Բայց կենտրոնական բանկը նաև որոշակի մտավախություններ եւ մտահոգություններ ունի եւ որոնք են այդ մտահոգությունները։ Եթե ընդհանուր, ապա տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ռիսկեր, այդ թվում համաշխարհային շուկաներում սպասումներից եւ այդ սպասումներից դեպի Հայաստան հնարավոր ացանցիալներով պայմանավորված ռիսկեր եւ իհարկե, ինչպես նշեցինք, արդեն նոր գնաճի ալիքը, որով պայմանավորված այս վարքագիծն է դրսևորվում։ Այն, որ Իրան-Իսրայել հակամարտությունը տարածաշրջանում այս կոնֆլիկտը դեպի մեզ լուրջ անորոշություններ է առաջացնում, թե Հայաստան-Իրան տնտեսական, առևտրատնտեսական հարաբերությունների մասով եւ թե նաեւ համաշխարհային տնտեսությունից եկող սպասումների մասով որևէ հիմնավորման կարիք չկա։ Բայց գնաճի կամ թանկացումների հերթական ալիքը, այդ թվում նորից արտաքին ազդակներով պայմանավորված եւս, այսինքն այս ռիսկերը առավել քան հասկանալի են, ակնհայտ են, սրանք որոշակիորեն մեզանից անկախ ռիսկեր են, իհարկե վերապահումներով, քանի որ կարելի է որոշակիորեն կառավարել, բայց այնուամենայնիվ, արդյոք այսօր մեր տնտեսությունում, մեր տնտեսության շուրջ ձևավորված մարտահրավերներն ու ռիսկերը պայմանավորվում են բացառապես արտաքին գործընթացներով, մեզանից անկախ գործընթացներով։ Փորձենք հասկանալ միասին։ Օրինակ, Հայաստանի անշարժ գույքի շուկայում գերտաքացման ռիսկը։ Խնդիր, որն իդեպ նույն կենտրոնական բանկը բարձրացրել է, որպես մտահոգություն առանձնացրել է։ Արդյոք անշարժ գույքի շուկայի գերտաքացումից եկող հնարավոր մարտահրավերները կամ ռիսկերը պակաս խնդիրներ կարող են առաջացնել մեր տնտեսության համար։ Մեկ այլ խնդիր, մեր տնտեսության շարունակաբար ապաինդուստրիալացման գործընթացը, երևույթ, իրավիճակ, երբ տնտեսության հիմնական դրայվերները առևտուրն ու ծառայություններն են, կամ այլ կերպ ասած, հետզհետե դառնում ենք ավելի սպառող։ Արդյոք սա եւս խնդիր չէ եւ ապագայում գլոբալ առումով մեզ համար պակաս լուրջ ռիսկեր ու մարտահրավերներ չեն ձևավորում։ Պետական պարտքի շարունակական աճը։ Սա ոչ միայն ներկայի, այլ նաեւ ապագայի խնդիր է, կրկին բազմաթիվ ռիսկերով եւ մտահոգիչ հնարավոր սցենարներով Հայաստանի տնտեսության համար։ Հայաստանի տնտեսության համար, այդ թվում պարենային անվտանգության տեսանկյունից կարևոր նշանակության գյուղատնտեսության ոլորտի շարունակվող ինստիտուցիոնալ խնդիրները։ Սա որևէ կերպ պակաս մտահոգություններ է առաջացնում։ Արդյոք մեզ մոտ այդ մտահոգությունների շղթան
կարելի չենք կարող անվերջ շարունակել օրինակ նույն իշխանությունների կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը, որի դառը պտուղներն արդեն ի դեպ քաղում ենք, տեսնում ենք, իդեմս գերփոքր կազմակերպությունների, փակվող գերփոքր կազմակերպությունների վերաբերյալ վիճակագրությամբ։ Այսինքն այս շարքը շարունակելի է եւ այս իրավիճակում, այս պարագայում ներկայումս այս պահին ընթացող գործընթացները, մասնավոր կառույցների նկատմամբ ոտնձգությունները եւ այլն։ Այս ամենը որևէ կերպ պակաս մտահոգություններ եւ ռիսկեր են առաջացնում, ավելի պակաս, քան արտաքին ազդակներից եկող մտավախությունները։ Իհարկե ոչ, ավելին, անգամ այդ մտահոգությունները շատ ավելի մեծ են, հաշվի առնելով հանգամանքը, որ մենք գործ ունենք որոշակիորեն հստակ արդեն ձեռագրի հետ։ Եվ այս ամենը հաշվի առնելով առաջանում է տպավորություն եւ պարզ հարցադրում։ Տպավորություն առայն, որ իշխանությունը տնտեսության հետ կապված, տնտեսական քաղաքականության հետ կապված նույն հարկային քաղաքականությունը եւս մեկ անգամ կարող ենք հիշել, առհասարակ իրականացնում է գործողություններ, որով տպավորություն է, որ ել ավելի է թուլացնում առանց այդ էլ նոր շոկերի եւ նոր ցնցումների ռիսկի ներքո հայտնված մեր տնտեսությունը։ Եվ պարզ հարցադրում, ինչու է իշխանությունը անում այս գործողությունները։